Մոսկվայի Միչուրինսկայա պողոտայի վրա գտնվող ահա այս նորաբաց գեղեցիկ ու հարմարավետ ռեստորանային համալիրը, որը կրում է Ֆեստախոլ անունը, արդեն հասցրել է իր կարճ կենսագրության ընթացքում լայն ճանաչման արժանանալ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բնակչության, այլ նաև նրա հյուրերի շրջանում։ Այստեղ հաճախակի են կազմակերպվում տարբեր շոու ծրագրեր, թեմատիկ բանկետներ եւ անգամ մշակութային քննարկումներ։ Եվ այս ամենը կյանքի է կոչվում այս հրաշալի ռեստորանային համալիրի գլխավոր տնօրեն, այս բարեհամբույր եւ համակրելի հայուհու Նելի Գալստյանի նախաձեռնությամբ։ Դե, սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, որ մեր նկարահանող խումբը գտնվում է Ֆիեստաոլ ռեստորանային համալիրում եւ մեծ հաճույքով ուզում եմ ձեզ ներկայացնել այս հրաշալի նորաբաց ռեստորանի գլխավոր տնօրենին, այն անձնավորությանը, ում նախաձեռնությամբ 2025 թվականի նոյեմբեր ամսին կյանքի այսպես գրանցում ստացավ նորաբաց ռեստորանը։ Իմ շատ սիրելի, այսպես ասած, հյուրը այսօրվա Նելի Գալստյանն է։ Բարև ձեզ։ Նելի, ինչպես եք։ Շատ լավ ապրեք, շնորհակալ եմ։ Հրաշալի նախաձեռնություն պիտի ասեմ, որ դուք սա կարծում եմ այն իսկապես ռեստորանային համալիրը կարող է դառնալ, որտեղ ոչ միայն մեր հայրենակիցները կարող են հավաքվել, այլ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բոլոր բնակիչները, չեմ խոսում արտերկրից եկած հյուրերը։ Այդ սկզբունքով էլ երևի մտածել եք այս կառույցը ստեղծելուց առաջ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հյուրընկալել եք մեր ռեստորանային համալիրը ու ձեր գնահատականը շատ կարևոր է իմ համար։ Ես ուրախ եմ, որ հավանել եք։ Ձեր գնահատականը լավն է։ Ուզում եմ ասեմ, որ այս ռեստորանային համալիրը բացվել է նրա համար, որ մեր հյուրերը զգան կոմֆորտ, համով ուտելիք եւ միշտ լավ առիթներով կան, կապ չունի ազգությունը, ամենայն դեպս իհարկե մեծ մասը գալիս են մեր հայրենակիցները, բայց եւ այնուամենայնիվ ինչ բացվել ենք տարբեր երկրների ներկայացուցիչներ են արդեն հյուրընկալել մեզ։ Ես պիտի ասեմ, որ ցանկացած նորաբաց հայկական այսպես նմանատիպ կառույց մի ինքնատիպ կամուրջ է հայրենիքի եւ թուրքի միջեւ։ Եվ այստեղ եկած մարդիկ ձեր ռեստորանային համալիրի միջոցով էլ կարողանում են որոշակի պատկերացում ունենալ, թե ինչ է ի վերջո իրենից ներկայացնում Հայաստանը, ովքեր են հայերը, որտեղից են եկել, ուր են գնում, եւ այս առումով ձեր նախաձեռնությունը շատ տեղին ու ժամանակին է։ Եվ ես երբ մենք նոր էինք եկել ձեզ մոտ հյուրընկալվել, տեսա արդեն ձեր հերթական այցելուները, ձեզ հետ գործնական այսպես հանդիպման էին, պայմանավորվում էին առաջիկա, չգիտեմ, բանկետի, թեմատիկ ինչ-որ երեկոյի կամ նմանատիպ ինչ-որ ցարում անցկացնելու հետ կապված որոշ հարցի շուրջ, եւ տեսա, թե ինչ գոհանակությամբ նրանք հեռացան։ Լսել են, թե ինչ-որ մարդիկ արդեն նրանց ասել են, թե որ դուք ճիշտ հասցեով եք դիմել։ Առաջինը երևի ամենալավ, այսպես ասած, ռեկլաման, գովազդը, դա երևի Instagram կա, հետո ռեկլամը կա, որ արդեն մեկը մեկին փոխանցում է, մեկը իր ծնունդն է նշել, մյուսը իր հարսանիքն է արդեն հասցրել նշի, եւ տենց մեծ մասը գալիս են արդեն ոնց որ խորհրդի կարգով, արդեն ռեկոմենդացիայի կարգով։ Այսինքն, չնայած կարճ ժամանակահատվածին, արդեն բավականին մարդիկ հասցրել են ելել ձեզ մոտ։ Շատ բավականին հայկական խոհանոցն է, հա, հիմնականում, թե արևելյան խոհանոցն է, եվրոպական որն է։ Հիմնականում մեր արևելյան եւ եվրոպական խոհանոցներն են։ Եվ կարող է հյուրը ընտրել։ Հյուրը կարող է եւ եվրոպական եւ արևելական կուխնյայից օգտվել միառժամանակ։
Իսկ ասենք գլխավոր խոհարարների խումբը որտեղից եք դուք հյուրընկալել։ Ճիշտն ասած ման եմ եկել շատ, որովհետև դա շատ կարևոր է առաջնահերթ, որ ուտեստը համեղ լինի եւ տեսքն էլ բացի համից տեսքն էլ գեղեցիկ լինի եւ շատ շնորհակալ եմ Աստծուն, որ հայտնվեցին իմ կյանքում շատ ուժեղ թիմ, որոնք որ հիմա իմ հետ են եւ իմ խոհանոցը աշխատում է ամեն օր։ Այսինքն կապ չունի, մենք ունենք այդ օրը մերապրիացիա, ունենք խնջույք, միջոցառում, թե չունենք, խոհարարները աշխատում են, կոմանդան, թիմը աշխատում է ամեն օր։ Եվ դուք կարող եք ցանկացած օր, ցանկացած ժամի կարող եք գալ հյուրընկալել մեզ։ Այդ տեսեք, ես փորձեցի իմ ձեր ուտեստներից մի քանի շատ համով էր եւ պիտի ասեմ, որ ես առիթ ունեցել եմ ինչ այստեղ լինել նաեւ հայտնի այդ Կարինեչկա ռեստորանային համալիրում, շատ լավ ծանոթ եմ Տիկին Կարինեի բուն գործունեությանը եւ պիտի ասեմ, որ դուք ոչինչով չեք զիջում նրան։ Ճիշտն ասած, Կարինայի մամայիս նախաձեռնությունն է այս ռեստորանը, որովհետև եթե ինքը իր ցանկությունը չլիներ, դժվար թե ես այս ամեն ինչով զբաղվեի։ Չէ, բայց տեսեք, տեղը շատ ճաշակով ընտրված է։ Դուք եք ընտրել։ Տեղը, այո, մենք մամայիս հետ մի քանի տարի փնտրում էինք, մայրիկս ավելի շուտ, ու ես իր հետ ամենտեղ գնում էինք, նայում էինք, ես վերջում, այս մեր վերջի տեղն էր, որը որ ընտրեցի, հավանեցի, այսինքն եկանք եւ ընտրեցինք։ Ես պատկերացրեցի այստեղից, որ կարող է ստացվել շատ հետաքրքիր ֆորմատ։ Ռեստորանային համալիրը ունի 3 դահլիճ, հա, այդպես է։ 3 դահլիճ, որոնցից մեծը 250 հյուր կարող մեծ սրահը, այո, 250 հյուր կարող ենք ընդունել, միջինը մինչև 60, իսկ երրորդը մինչև 17։ Եվ արդեն վերջնական ընտրությունը կատարվեց, եկող տարվա ասենք նոյեմբերից սկսեցիք աշխատել։ Անցած տարվա նոյեմբերից աշխատեցի։ Անցած տարվա նոյեմբերից, ներողություն։ Ես էլ ձեզանից շատ շտապում եմ։ Ճիշտն ասած, մեր ամեն ինչը հապճեպ ստացվեց։ Ոչ ես էի պատրաստ երևի, ոչ մամաս էր պատկերացնում, որ ինչ-որ մի ընտրություն մենք կանենք։ Արեցինք այդ ընտրությունը, ես պատկերացրեցի եւ մի ամիս ու կեսվա ընթացքում մենք կարողացանք զբաղվել այս ամեն ինչով, դեկորով, ռեմոնտով, մի ամիս ու կես տևեց։ Բավական տևել է։ Բայց չի ասի, որ շատ քիչ ժամանակում ենք բացվել։ Դուք դա հաշվում եք, որ շատ արագացված, որովհետև իմ ընկերուհին դիզայներն էր, իմ հարազատներից կային, որ իմ կողքին էին, անմինչև վերջ ու ինձ շատ օգնել են, դրա համար մենք արագ կարողացանք, այո, բացվել ու հասցնել մինչև դեկտեմբեր բացվել։ Դա շատ կարևոր էր։ Դուք երկար տարիների փորձ ունեք այս ռեստորանային բիզնեսում, թե սա ձեր առաջին փորձ չունեմ, ճիշտն ասած։ Իմ ծնողներս 30 տարի այս բիզնեսի մեջ են, բայց ճիշտն ասած ես որպես հյուր եմ ներկայացել, այսինքն համով գնացել, հաց եմ կերել եւ գնացել եմ իմ աշխատանքին, իմ գործերով։ Սա իմ առաջի փորձն է այս սֆերայում, այս մթնոլորտում։ Չէ՞, փոշմանել, որ նման ծանր բերի տակ եք մտնում։ Ճիշտն ասած, շատ պահեր ա եղել, որ շատ դժվարությունների եմ հանդիպել, բայց ես աշխատում եմ ոչ մի բան իմ արածի համար չփոշմանել ու նայել առաջ միայն։ Դե դա իհարկե շատ համար։ Ինքը այս շրջանը, որտեղ դուք տեղակայված եք, շատ հետաքրքիր հեռանկարային զարգացումների այսպես շրջան է եւ այստեղ նաեւ մեծ թվով հայություն է ապրում, ես որքան հասկացա։ Մոսկվայում ընդհանրապես հասցրել են նրանց գալի մասը դառնալ ձեր ռեստորանային համալիրի բարեկամը, թե դեռ շատերը պատկերացում են չունեն։ Դե 3 ամիս է ինչ բացենք, դրա համար ոչ բոլորն են հասցրել գտնվել այստեղ, բայց ես հույսով եմ ու համոզված եմ, որ Մոսկվա քաղաքի մեծ մասը կհյուրընկալի մեզ։ Սա հիմնականում փաստորեն բանկետային, թեմատիկ, այսպես երեկոների համար է։ Հիմնական նպատակը եղել են բանկետներ, բայց առաջարկներ շատ կան, զանգեր շատ կան, որ հյուրերը գան, նստեն ամենօրյա,
նշեն ինչ-որ առիթներ, ոչ մեծ։ Դրա համար մենք իմ գործընկերների այսպես ես ունեմ շատ առաջարկներ, շատ տաղանդավոր, լավ մարդկանցից եւ մի քանի առաջարկը ընդունել եմ ու հետագայում մենք բացվելու ենք որպես շաբաթվա մեջ մի օր կամ 2 օր կամ ամսվա մեջ մի քանի անգամ թեմատիկ համերգներով, թեմատիկ դիզայնով եւ այլն շատ գեղեցիկ ձևով որպես ռեստորանային համալիր, այսինքն կարող են գալ բրոնյանել սեղաններ եւ անցկացնել լավ ժամանակ։ Այսինքն դուք բարբերաբար հատուկ այսպես գովազդային միջոցառումներ եք անում, որպեսզի մարդիկ հնարավորինս շատ ինֆորմացիա ստանան ձեր ռեստորանային համալիրից, բայց այնուամենայնիվ դժվար չէ այս ոլորտում բիզնես առաջ տանել։ Ճիշտն ասած հեշտ չի։ Հեշտ չի, որովհետև կոնկուրենցիան շատ մեծ է։ Այդպիսի մրցակցությունը շատ է ու երևի ինչ որ բանով պետքա տարբերվել։ Եվ ես ուզում եմ, որ մեր ռեստորանային համալիրը տարբերվի մյուսներից։ Այսինքն դուք ձեր առաջ խնդիր չեք դրել, որ դա լինի զուտ հայկական ռեստորանային համալիր, այլ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այո, միջազգային, քանի որ մեր մոտ լինելու է տարբեր թեմատիկ պրոգրամաներ, տարբեր ամեն թեմաներով, առաջինը պլանավորում ենք Երևանյան գիշերները դնել։ Ահա, նույնիսկ այդպիսի ծրագիր ունեք, Երևանյան գիշերներ։ Երևանյան գիշերներ իմ շատ լավ տաղանդավոր ընկերներից մեկի հետ։ Շուտով կբացահայտեմ գաղտնիքը։ Դե եթե հետարքիր իհարկե նմանատիպ երեկոներ լինեն, չմոռանաք մեզ էլ հրավիրել։ Իհարկե։ Որպեսզի մենք լուսաբանենք մեր ընկերների համար։ Աֆիշաները լինելու են անպայման։ Այո։ Կտեսնեն, ով որ մեզ հետևում է սոցկայքերում, կտեսնեն անպայման։ Սիրելի բարեկամներ, դե դուք հասկացաք, որ Նելի Գալստյանը շատ հեռուն գնացող ծրագրեր ունի եւ փորձելու է հատկապես մեր հայրենակիցների համար ստեղծել այնպիսի մթնոլորտ այս ռեստորանային նորաբաց համալիրում, որպեսզի հնարավորինս շատ մեծ թվով հայազգի մարդիկ կան հյուրընկալվեն։ Իհարկե, սա նաև դառնալու է բարեկամության ինքնատիպ կամուրջ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ։ Անպայման։ Արդեն այսօր 2 հատ հարսանիք են եկել, որը որ ռուս-հայկական հարսանիքներ են։ Տեսնում եք, ոտներս տոտել է։ Երկու պատվեր մենք մեզ հետ բերեցինք։ Այո։ Ես չեմ ասում, թե իհարկե այդ պատվերներից մենք ինչ ունենք սպասելի, բայց ամենակարևորը դուք արեք դա հայկական, այսպես ռուսները մի լավ խոսք ունեն, ռազմախոհ, այսպես որ թափով լինի, որպեսզի հայ-ռուսական բարեկամությունը դրանից չտուժի։ Իհարկե։ Մեր նպատակն է, որ մեր հյուրերը գոհ, շնորհակալ գնան մեզանից եւ վերադառնան։ Այ դուք խոսեցիք մայրիկի մասին, ում նախաձեռնությամբ դեր տասնամյակներ առաջ բացվեց Կարինիչկան, որը այսօր շատ ճանաչված, ընդունված ռեստորանային համալիր է Մոսկվայում։ Մրցակցություն լինելու է ձեր եւ այդ կառույցի ոչ։ Ընդհանրապես ես չեմ ուզենա մրցակցեմ ոչ մեկի հետ, որովհետեւ ընտրությունը ավելի լավ ու շատ մեծ է եւ հյուրերը իհարկե ուզում են տարբեր տեղեր գնալ եւ փոխել մթնոլորտը մեկընդմեջ։ Դե համար ինձ թվում է բոլորիս հերիք են մեր հյուրերը։ Մոսկվայում շատ բնակչությունը մեծ է, բոլորիս հերիք են։ Տեղ կանենք։ Տեղ կանենք, այո։ Ասացիք, լավ, առիթից օգտվելով ինչ կուզենայիք ասել մեր այն ունկնդիրներին, որոնք ապրում են Մոսկվայից դուրս, հեռու Հայաստանում հատկապես։ Հայաստանում կուզենայի ասել, որ գան հյուր մեզ շուտ-շուտ։ Մենք էլ ընդեղ են գնում հյուր Հայաստան, իհարկե առանց դրա չի ստացվի։ Դրա համար այնքան հայություն կա Մոսկվայում։ Տարբերություն չկա, թող շուտ-շուտ գան մեզ հյուրընկալեն, մենք էլ իրենց։ Այսինքն դուք պատրաստ եք այդ։ Իհարկե, միշտ։ Հյուրընկալությանը։ Միշտ։ Գալստյանների ընտանիքը իսկապես հրաշալի ավանդույթներ ունեցող հայկական գերդաստան է։ Եվ պետք է ասել, որ ընտանիքի հայրը Աշոտ Գալստյանը անում է ամեն ինչ, որպեսզի թե Կարինիչկան եւ թե Ֆիաստահոլ ռեստորանային համալիրները կարողանան արժանիորեն
կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, ինչը հնարավորություն կտա այս կոլեկտիվներին հաջողությամբ իրականացնել իրենց առջև դրված բոլոր ծրագրերը եւ այս օբյեկտում իրենց ակտիվ հանգիստը անցկացնող մարդիկ այստեղից միշտ հեռանան բարձր տրամադրությամբ։ Ես ուզում եմ մաղթել քեզ հաջողություն, սիրելիների, եւ ուզում եմ, որ դու իմանաս, իդեմս Փակ TV դուք ունեք լավ բարեկամներ, որտեղ միշտ պատրաստ են ձեզ գովազդելու, ձեզ ներկայացնելու եւ ի վերջո մեր բոլորի նպատակը մեկն է, որպեսզի այս ամենը ծառայի իսկապես մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Որովհետև շատ քիչ են Մոսկվայում լավ հայկական ռեստորանները։ Ուզում եմ, որ ավելի շատանան Մոսկվայում, ընտրությունը ավելի շատ լինի հայկական ռեստորանների, որ մեր հայերը մենակ գնան հայկական ռեստորաններ։ Դե ես կարծում եմ ձեզ լսեցին մեր ունկնդիրները, նրանք բոլորը գոհ են լինելու եւ ամենակարևորը լավ սկիզբը գործի կեսն է ասում։ Իհարկե։ Իսկ դուք շատ լավ մեկնարկել Ռիսկն էլ։ Այո։ Հաշվի առնելով բոլոր տեսակի ռիսկները, դուք գնացել եք, ինչպես ասում են, բաբանկ։ Այ ճիշտ եք ասում։ Գնացել եմ բաբանկ։ Այո, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, պինդ, ամուր։ Ձեր հետ միասին։ Շնորհակալություն։ Եվ բարեկամներ, մենք զրուցում ենք այս հրաշալի նորաբաց ռեստորանային համալիրի գլխավոր տնօրեն Նելի Գալստյանի հետ։ Հավատացեք, որ նրա հետ միշտ հետաքրքիր է զրուցելը, իսկ առաջիկայում նման հանդիպումներ, նման առիթներ կարծում եմ շատ են լինելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։